Եվ այսպես թողարկումը սկսենք լավ լուրով։ Ադրբեջանից Հայաստանը վերադարձել 4 գերի։ Նորությունն առաջինը Նիկոլ Փաշինյանն է հայտնել գրելով, թե Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էլջեքչյանին եւ Վագիվ Խաչատրյանին հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչները հանձնել են Հայաստանի ներկայացուցիչներին եւ նրանք հիմա գտնվում են Հայաստանի տարածքում։ Ավելի ուշ Փաշինյանը հավելել է, թե Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։ Ազգային անվտանգության ծառայությունից էլ մեկնաբանել են, թե գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Հիշեցնեմ, Գևորգ Սուջյանը ընկերոջ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էր հրադադարից հետո նոյեմբերի 11-ին Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։ Լիբանանահայ Վիգեն Էլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել է կրկին Գորիս Բերձոր ճանապարհին հրադադարի հաջորդ օրը։ Վագիվ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023-ի հուլիսի 29-ին Հակարիի կամրջից Կարմիր խաչի ուղեկցությամբ շրջափակված Արցախից Հայաստան տեղափոխվելիս։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հրապարակվել է Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը։ Ըստ փաստաթղթի Հայաստանը մտադիր է թույլատրել եւ աջակցել TRIPS զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPS-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով։ Հայաստանը մտադիր է Միացյալ Նահանգներին առաջարկել TRIPS զարգացման ընկերության 74% մասնաբաժինը, պահպանելով 26%-ը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով, Հայաստանի մասնաբաժինը դարձնելով 49%։ Նշվում է, թե կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ եւ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական օղակ, ակնկալվում է, որ TRIPS-ը միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել սիրիացի 2 վարձկանների վերադարձման դիմաց։ Նրա խոսքով այս երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն։ Հիշեցնեմ, երեկ Հայաստանը ՑՄԱ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներին փոխանցել է այդ երկրի իրավասու մարմիններին իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, ներկայացնելով Հայաստանի բանակի նոր համազգեստը, որը, ինչպես նշվում է, անցնում է զորային փորձարկում։ Պաշտպանության նախարարի խոսքով ներկայացվել է զինված ուժերի դաշտային համազգեստի մի քանի տարբերակ՝ ամառային, աշնանային եւ ձմեռային։ Տեսանյութում ներկայացվել են համազգեստների դետալացված տարբերակները։ Ավելի վաղ Պապիկյանը հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։ Ամերիկյան ընկերության հետ կա պայմանագիր, որը ենթադրում է, թե ընկերությունը պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր եւ լեկալներ։ Պաշտպանության նախարարության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով կարգելվի զինվորական համազգեստի ազատ վաճառքը։ Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանի որդեգրած դերին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել նրան եւ բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք իր բառերով աջակցում են Հայաստանի Հանրապետության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPS-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին։ Հարցին, թե ինչպես են Թուրքիայի արտգործնախարարի ձեռքում հայտնվել Հայաստանում իրականացված հարցումների արդյունքները, Սիմոնյանը պատասխանել է, թե չգիտի։ Հիշեցնեմ, երեկ Հական Ֆիդանը հայտարարել է, թե Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կարևոր են եւ ըստ նրա Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։